Քոչարյանը զբաղված է նրանով, որ խմբագրում է 7 օր ժամ էլեկտրոնային թերթերը եւ այդ թերթերը բացի վատաբաններից, բացի անվանարկումներից, ոչ մի բացի հերուրանք տարածելուց եւ ապատեղեկատվությունից ոչ մի գործնական բան չի ասում, ապա ինքնին արդեն հասկանալի է։ Նման մոտեցումներով առաջնորդող քաղաքական ուժը ապագա եւ հեռանկար չի կարող ունենալ։ Ինձ համար Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքորոշումը հասկանալի է։ Ուղղակի այստեղ ձեզ հետ միասին տրամաբանենք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իդեմս իր նախագահի հարգարժան պարոն Ծառուկյանին շատ հետաքրքիր նախընտրական հարցադրումներով, ելույթներով է հանդես եկել ամբողջ ընտրապայքարի ժամանակ։ Մարդիկ որոշակի հույսեր են կապել եւ այդ մարդկանց թիվը բավականին ստվար է 450,000-ից ավելի մարդ։ Ուստի հարց է առաջանում. արդյոք կոալիցիայից դուրս գտնվելով ավելի ջուրին կլինի Բարգավաճ Հայաստան կուսակցությանը իր նախընտրական խոստումները կատարել, թե լինելով կոալիցիայի կազմում իրենք ավելի հեշտ կկարողանային կատարեին այն բոլոր խոստումները, որոնց կատարմանը սպասում է առնվազն 450,000 ընտրող։ Հավանաբար, այո, ինչու՞ չէ վարչական լծակները։ Այո, հավանաբար իրենք հաշվարկել են, գտել են այս ուղին, իսկ այն, որ իրենք ասել են եւ ընդգծել են, որ գործելու են կառուցողական դաշտում, դա ինչ ոսկ ավելի կզգոնացնի մեծամասնությանը, դա ինչ ոսկ բոլորիս աշխատանքը էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու մղում կառաջացնի։ Բոլոր այն ուժեր, ովքեր երկրի համար ճակատագրական պահերին սատարել են պետականության հիմնական ջատագովին, այն է ուրեմն իշխող կուսակցությանը, որովհետև ավելի մեծ պատասխանատվություն, քան իշխող կուսակցությունը երկրի առօրյայի համար եւ ոչ ոք Խնդրում եմ մասնավորեցրեք, որ ուժին էիք տեսնում այս ընթացքում։ Ազգային միաբանություն կուսակցությունը, որը 1999 թվականից մինչև 2007 թիվը եղել է ազգային ժողով։